Մի հարցենի ատամեն Պարոն Խանդարյան, ուզում եմ իմանալ նաև նույն գործնախարարի տեղակալը ատամենից կապված է հայտարարություն արել, պնդել է այն հայտարարությունը, որ ընդունվել է մայիսի վերջին և ըստ էության ակնարկում է հնարավոր որոշումների մասին, այսինքն հնարավոր հանրաքվեն չանցկացնելու դեպքում իրենք ինչ-որ որոշումների մասին են ակնարկում։ Ատամենի հետ կապված Հայաստանի դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև Հնդկաստանում, այն համարելով առաջնահերթություն, անգամ նշեց, որ կառավարության ծրագրում կգտնի իր արտացոլումը, քանի որ այս դեպքում իրավիճակը այլ է և Հայաստանը այլ ձև է պատկերացնում ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, այս դեպքում հնարավոր է ամեն դեպքում այդ հանրաքվեի սցենարը քննարկվի, եթե ոչ, ապա որն է Հայաստանի, այսպես ասած, պլան B, եթե իրենք ակնարկում են հնարավոր որոշումների մասին, իսկ դրանք կարծես թե ոչ այնքան շահեկան են լինելու Հայաստանի համար։ Հանրաքվեի օրակարգ արհեստական օրակարգ է և բազմից է նշվել Հայաստանի վարչապետը, կառավարության մեր գործընկերները, իմ գործընկերները, որ չի կարող լինել հանրաքվե մի հարցի շուրջ, որը պարզապես գոյություն չունի։ Եվ բնականաբար Հայաստանը մոտ ապագայում, առաջիկա ամիսներին չի կարող հանրաքվեի դնել մի բան, որը Հայաստանում չի քննարկվել և որի շուրջ Հայաստանը գործողություններ դեռևս չի կատարել, խոսքը Եվրոպական միությանը անդամակցության հայտ ներկայացնելն է։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին մեր անդամակցության, ինչպես տեսակ միջկառավարական խորհրդի նիստին Հայաստանը մասնակցեց և ներկայացրեց մեր դիրքորոշումը, նաև Հայաստանը ԵԱՏՄ բոլոր ֆորմատներում, բոլոր գործընթացներին ակտիվ մասնակցում է, ներդրումն է ունենում, ինչպես քաղաքական առումով, այնպես էլ նաև ֆինանսական միջոցների ծավալով Հայաստանը ակտիվ մասնակից է, և այստեղ նաև կարևոր է ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների դիրքորոշումները նման հարցերի անդրադառնալիս, որովհետև ԵԱՏՄ անդամ և մեր գործընկերը, որի հետ մենք շարունակում ենք աշխատել, ինչպես Ռուսաստանը, այնպես նաև մյուս գործընկերները, Ղազախստանը, Վրաստանը և այլն։ Ուստի այս հարցի շուրջ մենք շարունակենք աշխատել մեր ԵԱՏՄ գործընկերների հետ, ԵԱՏՄ-ի հետ մեր կարգավիճակը ԵԱՏՄ-ում և անդամակցության շարունակությունը նաև ամրագրված էր քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում և դա իր արտացոլումը կգտնի նաև կառավարության ծրագրում։ Պարոն Խանդարյան, տեսեք, այս հայտարարությունը Գարուզինի հնչել է անմիջապես ԵԱՏՄ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո։ Ըստ էության այն բացատրությունները, որ Փաշինյանը ներկայացրել այնտեղ, ընկալելի չի նրանց համար, այսինքն նրանք պնդում են, որ պետք է դուք կողմնորոշվեք։ Հիմա ենթադրենք շարունակվեց վիճակը և գա ինչ-որ մի բան, որ իրենք կտրուկ գործողություններ դիմեն և Հայաստանին քայլերի դիմեն և Հայաստանին օրինակ հեռացնեն ԵԱՏՄ-ից։ Ինչ է լինելու։ Այո, Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ-ի իրավ անդամ է և այնտեղ ևս ունի իրավունքներ և այդ որոշումը այդպես հեշտ կայացվող որոշում չի լինելու, այնուամենայնիվ մենք չենք պատրաստվում այս հարցի շուրջ առճակատման փուլ մտնել, մենք շարունակելու ենք համբերատար աշխատել և բացատրել այնքան, մինչև դա անկալելի լինի մեր գործընկերների համար, մեր բոլոր գործընկերների համար, նաև մեր Եվրոպական միության գործընկերներն են դրան հետև։ Նաև այնտեղ հավաքված երկրները ղեկավարել, որտեղ Փաշինյանը ասեց, միայն ինքը ասեց և որևէ արձագանք չեղացան։ Մենք շարունակում ենք աշխատել մեր բոլոր գործընկերների հետ, ԵԱՏՄ-ում և ԵԱՏՄ-ից դուրս և համբերատարորեն մենք շարունակենք բացատրել մեր դիրքորոշումը և բնականաբար դա պարզից էլ պարզ է, որ երբ որ Հայաստանի Հանրապետությունի վերջո կայացնի այդ որոշումը, որ մենք դիմում ենք Եվրոպական միության անդամակցելուն և դրա համար նաև պետք է լինի անցկացնել հանրաքվե, այդ ժամանակ երկուսում անդամակցությունը անհնարին կդառնա, Հայաստանի իր կամքով մեկից դուրս կգա։ Բայց չէ, մենք բազմիցս նշել ենք, որ Եվրոպական միության ինտեգրման process-ը մեր համար ներքին process է, բարեփոխումների process է, և մենք իրականացնելու ենք այդ բարեփոխումների process-ը և կդիմենք Եվրոպական միության անդամակցել, թե չենք դիմի, մենք կիմանանք, որ մենք ունենք մի երկիր, որտեղ կան այնպիսի ստանդարտներ, որոնք լավն են և որոնք անպատասխանում են Եվրոպական միությանը։ Հատկապես հիմա, երբ որ մեր օրինակ արտադրողները, գյուղատնտեսական արտադրանք արտադրողները, այլ տնտեսվարողներ, որոնք խնդիրների են բախվում Ռուսաստան արտահանումների հետ, իրենք այս
process-ը նաև հնարավորություն է մեր տնտեսվարողների համար համապատասխանեցնել իրենց ստանդարտները եվրոպական շուկաների համար եւ ունենալ ալտերնատիվներ։ Այս թեմայի հետ կապված մի հարց է պարոն Խանջարյան, քանի որ հստակ հայտարարում է, որ քաղաքական է ամեն դեպքում այնինչ արվում է Հայաստանի արտադրանքների նկատմամբ քաղաքական կոմպոնենտ է այստեղ նշում է նաև վարչապետը, պնդումներ եւ հավաստիացումներ են հնչում նախընտրական ֆորում եւ որ հետընտրական ֆորում այս հարցերի լուծումը կտրվի եւ կհասնի արդեն այնպես իրավիճակի, որ խնդիրները ըստ էության կվերանան, բայց չի ստացվում վարչապետի ավարտել պարոն Խանջարյան, ինչու չի ստացվում նախ եւ դուք ասում եք կոնսենսուսով է հայտարարել եւ այլն, բայց դուք քանի որ սա քաղաքական է, դուք բացառում եք, որ կստեղծեն այնպիսի մի իրավիճակ, որ Հայաստանի համար ըստ էության խնդիրները ավելի կխորանան եւ տնտեսությունը կոնկրետ բաց իրավիճակում կհայտնվի։ Ինչ է լինելու այդ դեպքում, այդ պլանը կա, ինչ է կա։ Դա հետընտրական ժամանակահատվածը դեռ ընթացքի մեջ է եւ ինչպես տեսնում եք Հայաստանը ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ։ Հայաստանը նաեւ կանգնում է Հայաստանի կառավարությունը կանգնում է իր քաղաքացիների կողքին, որպեսզի հնարավորինս մեղմի են վնասները, որոնք նրանք կարող են կրել այս իրավիճակի բերումով, բայց նաև պետք է հասկանալ, որ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը շահեկան է ոչ միայն Հայաստանի Հանրապետության համար, այլ նաև կազմակերպության եւ այդ կազմակերպության անդամակցող պետությունների, այդ թվում եւ Ռուսաստանի Դաշնության համար, թե տնտեսական առումով եւ թե քաղաքական առումով, եւ սա եւս մի ուղերձ է, որը մենք շարունակաբար փորձում ենք հղել եւ մենք շարունակենք այս ուղղությամբ աշխատել։